Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Այսօր առավոտյան ընթերցեցի մի նորություն, Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են, նենց էլ մի անունները մեծատառով ա գրած։ Ձերբակալվել են իմնեմնիմի փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը, այս մասին տեղեկություն հաստատել է նաև վերջիններիս փաստաբանը։ Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ մինչ ձերբակալությունը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նրանց բնակության վայրերում իրավապահների կողմից կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ։ Դեռ ոնց հասկացա, ասում են խուլիգանության համար են ձերբակալվել, դե խուլիգանը խուլիգանության համար պիտի ձերբակալվել, խուժանը, էլի ասենք։ Ասեմ մեր քաղաքացիներին, այս երկուսը այն երևույթներն են, ովքեր ավելի հայտնի են վերջերս Սերժ Սարգսյանին իրենց փոդքասթ հրավիրելու եւ 7 ժամ զրուցելու այդ դրվագներով, բայց բնականաբար դրա համար չեն ձերբակալվել, այլ փոդքասթից հետո արձագանքներին, մարդկանց եւ պաշտոնյաների արձագանքներին պատասխանել են հայհոյանքներով ու սպառնալիքներով։ Մի խոսքով Սերժը թևեր էր տվել սրանք էլ որոշել էին, որ իրենք արդեն վերջացավ։ Տեսեք ինչ է, երբ որ միջակցությանը տալիս ես որոշակի գնահատական իր միջակցությունից բարձր, ինչի են վերածվում սրանք, հա։ Ես այնպես չի տխրել եմ այս առիթով, ընդհակառակը բավականին ուրախ եմ, որովհետև նրանք անգամ ինձ են հունից հանել 2-3 օր առաջվա հաղորդումս, 2 շաբթի օրվա հաղորդումս դրա մասին էր եւ իրենց բռնած ձևով առհասարակ, հա, հանրային տիրույթում դուրս գաս ու հայհոյա խառն լեքսիկա, ասենք մայրդ կարա նայի, չէ, ասենք կամ տունը ձեր ծնողների միջավայրում, քույրերի միջավայրում, տենց եք դուք շփվում։ Եթե այո, ապա կխնդրենք դա պահեք ձեր ընտանիքներում ու չբերեք հանրային տիրույթ եւ ձեր պահվածքով էլ չհասնեք նրան, որ մենք էլ ստիպված լինենք իջնել այդ մակարդակին ու ձեզ տեղը տեղին պատասխանենք։ Բայց այստեղ ինձ դա չգրավեց, ինչքան որ այն հանգամանքը, որ Ռուբեն, հա, ինչ էր, Ռուբեն էր, Ռոբերտ էր, ինչ էր, Մելքոնյանը փաստաբան են Արցախի երբեմնի մարդու իրավունքների պաշտպանը շատ արագ արդեն այնտեղ էր եւ ես հիշեցի, որ օրերս անընդհատ նախաձեռնում եմ այս թեմայով եթեր անել, առնվազն գոնե իմ Facebook-յան էջով կամ այստեղ էլ կակնարկեմ դրա մասին, կապված փաստաբանների պալատի հետ եւ նրանց գործունեության հետ, այդ մոնոպոլիայի հետ եւ կառավարության ուշադրությունը փորձել սևեռել այս կողմի վրա, էլի։ Տեսեք ինչա ստացվում, ժողովուրդ ջան։ Հայաստանի Հանրապետությունում կա փաստաբանների պալատ, իհարկե փորձել են մաքսիմում ձևով սահմանադրությունով ու տարբեր օրենքներով կապել պետությանը այդ մի հատ պալատի հետ, բայց այդ մի հատ պալատը, բացի նրանից, որ ինքը մոնոպոլիա է, նաև իր գործառույթները հասարակության հանրության համար առնվազն շատ վատ է կատարում, որովհետև այն չի բխում իր գործառույթով հանրության շահերից, սա արդեն ասեցի, հիմա մի փոքր մանրամասնեմ ինչու՞մն է հարցը։ Տեսեք, ցանկացած մեկը կարող է օգտվել փաստաբանների պալատի անվճար ծառայություններից, եթե գործը քրեական է։ Այսինքն մարդը կարա գնա եւ ես սա ռեալ դեպք եմ պատմում, հենց նոր սալոնից, սրահից գնի մեքենա ամբողջովին նոր, դուրս գա սրահից հարվածի, ու եթե այնտեղ հանկարծ այնպեսի բան է բացվում, որ քրեական թեմա կա, փաստաբանների պալատը այս հարուստ մարդուն հնարական գոնե առնվազն հնարավորություններ ունեցող մարդուն պատրաստ է անվճար օգնություն տրամադրել։ Բայց վարչական կամ քաղաքացիական գործերով կներեք, մարդը պիտի առնվազն բոմժ լինի եւ մի հատ էլ իր բոմժ լինելը կարողանա հիմնավորի ապացուցի, որպեսզի իրան անվճար փաստաբան հասնի։ Իմիջայլոց նրանք սնվում են հարկատուների փողերով, պետությունը նրանց գումար է հատկացնում, այսինքն անվճար իրենք չեն գալիս լավություն անում, դա պետությունը ֆինանսավորում է այդ կառույցին։
Ապա ինչի՞ ասենց խոչընդոտներ ստեղծված, էլի։ Մարդիկ օրական մարդիկ են գալիս մեր գրասենյակ ամենատարբեր հարցերով, ցավոք սրտի այդ հարցերի մեծամասնությունը կապված է երբեմնի դատաիրավական համակարգի հետ, այդ քոչասերժական ժամանակների եւ անգամ եթե իրենց հանրային պաշտպանը հասել, ապա այդ հանրային պաշտպանը շատ սիրուն սվաղել է գործը հոգուտ հակառակորդների, որովհետև փաստաբանների պալատը ամբողջովին քաղաքականացված է եղել։ Ասեմ ավելին, շատ փաստաբաններ, ովքեր որ լիցենզիան ստանում են հենց փաստաբանների պալատից, շատ փաստաբաններ կաշկանդված են սրա մասին բարձրաձայնելուց, որովհետև շատ լավ գիտեն, թե ինչ խնդիրների կարող են հանդիպել։ Եվ իմ կարծիքով այս ամեն ինչը գալիս է նրանից, որ մոնոպոլիայի տիրույթ է դա։ Այսինքն եթե լիներ մի հատ բաց լիներ դաշտը եւ հնարավորություն ունենային փաստաբանների խմբերը առանձին պալատ հիմնել եւ ունենալ նմանատիպ բարձրակարգ ստատուս, վստահաբար նրանք շատ ավելի կարևոր ծառայություններ կմատուցեին հանրությանը, հասարակությանը։ Այլ ոնց է լինում, որ քրեական դաշտը շատ օրենքներով ընդ որում կարգավորված, հա? Փաստաբան չունես, քեզ փաստաբան են տալիս։ Դա գալիս է միջազգային նորմերից, իբր ամեն մարդ պիտի բան լինած լինի, պաշտպանված լինի եւ այլն։ Իսկ քաղաքացիական կամ վարչական բանը սոցիալական լրջագույն փաթեթ պիտի ներկայացնես, լրջագույն, ասում եմ, բառացի բոմժ պիտի լինես, որ քեզ օգնեն։ Փաստաբանները այնտեղ նստած, մեջները շատ լավ մարդիկ իմիջայլոց եւ որպես մարդ եւ որակական հատկանիշները թե մարդկային թե պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից նստած գալիս է մարդը, դուրս են գալիս ընդառաջ, ուզում են օգտակար լինել, բայց արի ուտես, որ քանի որ հարցը վերաբերվում է քաղաքացիական համապատասխան փաստաթղթերը չեն կարողանում բավարարել։ Բայց մի տարիքով մարդիկ, այսօրվա դրությամբ էլ որ պետական դուռը թակում ես մի հարցով հանկարծ մի բան են չի լինում, ասում են գնացեք դատի տվեք։ Ումով, ինչով, ինչ հնարավորություններով։ Ինչ հնարավորություններով։ Խնդիր ասա, ես մի հատ ուրիշ օրինակ բերեմ, հա։ Իմիջայլոց այս թեման նույնպես, ավելի լայն դեռևս բացվելու է այս թեման, բայց ես դարձյալ ակնարկի տեսակով ներկայացնեմ, հույս ունենամ, որ օրինակ կադաստրի կոմիտեն եւ քաղաքապետարանը լուրջ կվերաբերվեն հետեւյալ հայտարարությանը։ Քաղաքացին եկել է։ Ասում է գնել ջան, Սիլիկյան թաղամասում ապրում։ Ավելի հայտնի G1 թաղամասում։ Երկու հողեր ունի, որը պիտի միացնի։ Մի հասցե է ուզում դարձնի։ Դրա համար ու որպեսի իշին թույլտվություն, մի խոսքով այս վճարումները արել է, մարդը իր տարածքը կառուցապատում է, չգիտեմ ինչ անում։ Մի խոսքով, գնացել ԱԲԶ-ի իշին թույլտվության գումարները մուծել, գումարը վերցրել են, թույլտվությունը տվել են, բայց արի ուտես կադաստրը չի բանանում։ Ինչի համար կադաստրն ասում է դա իմ խնդիրը չի, քաղաքապետարանն է, քաղաքապետարանը ասում է իմ խնդիրը չի, կադաստրին է, այնքան են գնում, գալիս, այստեղից այնտեղ, այնտեղից այնտեղ, հետո մի օր կադաստրի կոմիտեից ասում են, որ գիտեք ինչ, կառավարության որոշում կա, որ մինչև փողոցը չանվանակոչվի, ձեր հասցեները չեն կարող միացնել մի հասցե դարձնել։ Լավ, մի կողմ հլը դնենք, թե սա ինչ կապ ունի նրա հետ, էլի հասցեն հասցե, բայց եթե անգամ կապ ունի, կներեք ինչն է ձեզ խանգարում, առաջ արագ անվանակոչեք։ Եվ կառավարության նիստում տալիս են վարչապետի անունը, վարչապետը հանձնարարել է, որպեսզի այսպես, ասում եմ, լավ, հələ կանգնի տեսնեմ, ես կառավարության նիստը ինչ է, ինչ որոշում է, այս ինչի մասին է։ Բացում նայում ենք, որ կներեք, Պարզվում է դեկտեմբերի 29-ը 2005 թիվ 2387N որոշման մասին է խոսքը 2005 թվականին, որը որ մինչև հիմա չի արվել եւ սրան վարչապետն է ուշադրություն արդեն դարձել, որ կա որոշում, որը չի կատարվել ու հանձնարարել է անհապաղ կատարել։ Հիմա այդ որ հանձնարարել է լավ, կարող եք դա այնպես անել, որ հանրության կաշվի վրա չզգացվի, ճիշտ է, հանրությունը դուք ձեր կառավարումը ընտրել է ձեզ, որպեսզի դուք կառավարեք, վերջ։ Բայց օրինակ, հիմա շինթույլտվության ու ԱԲԶ-ի բանը սռոկը լռանում է, պիտի այս մարդը տանի մի հատ էլ 670,000 դրամ մուծի, ոնց ենք անում։
Եսա վստահաբար միակ դեպքը չի։ Վստահաբար միակ դեպքը չի։ Ես իհարկե այս թեման ավելի մանրամասն կխոսեմ արդեն իմ YouTube-յան կանալով, բայց նման բաներին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել։ Ընդ որում քաղաքացին լսում է նաև հետևյալ պատճառաբանություն է։ Այնտեղ մի հատ հեռախոսավարուի չեմ հիշում քաղաքապետարանից թե կադաստրից, ասում է դե ինչ անենք, գնացեք դատի տվեք։ Քաղաքացուն ուղարկում են ծանրաբեռնելու դատարանը։ Դե մենք ինչ անենք դատի, որ դատի տանք ինչ։ Որ լավ։ Մի 8 տարի էլ դատարաններ վազվզեցինք, հետո ինչ ենք անում։ Այդ որ ասենք թե դատնել շահեց, այդ բանը որ մուծվում է, պատճառած վնասների համար գումարը ում գրպանից է մուծվում մեր, այսինքն համ ձեր աշխատավարձը տանք, համ ձեր վատ աշխատելու համար այդքան գումարներ դուրս տան։ Մի հատ ղեկավարների մակարդակով նայեք, ամեն բանի գերատեսչության ղեկավարների գործունեության արդյունքում, որ գերատեսչությունը տարեկան որքան գումար է պարտվում դատարաններում։ Սա ինձ համար կարևորագույն ցուցիչ է եւ խնդրում եմ սա հանրայնացնել։ Մենք ըստ այդմ նաև կարող ենք չէ հասկանալ արդյունավետությունը, ես չեմ ցանկանում անձնավորել, ես վստահ եմ, որ կադաստրի կոմիտեի ղեկավարը գուցեև ցանկանում է, որ ամեն ինչ լավ լինի։ Ես վստահ եմ, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը գուցեև ամեն ինչ անում է, որպեսզի լավ լինի, բայց կներեք ձեր համագործակցությունը քաղաքացու վրա հավելյալ 670,000 դրամ է նստում, գումարած այն նյարդերը ներվերը կորցրած ժամանակը։ Հիմա եթե այս ամեն ինչը հավաքենք դնենք իրար կողք, ընդ որում քաղաքապետարանից պատասխաններ եղել փաստաթղթավորված կադաստրի կոմիտե, եթե այս ամբողջ թղթերը դնենք, վրան էլ գրենք, ստորագրենք, ուղարկենք վարչապետին, ինչա տեղի ունենալու, ստացվելու է քաղաքացին, վայ ես ինչ վատ քաղաքացի էր, թե ինչա լինելու։ Չենք ուզում այդպես, չէ՞, մենք ուզում ենք վստահել ձեզ։ Ասենք Սիլիկյան թաղամասում լավ 2005 թվականից մինչև իմի անվանակոչված չէր, դե գիտենք թրքաբարոկ կերպարներ են եղել երկրի ղեկավարները, նրանց անվանակոչումներ հավարով այդ իրաց Լենինգրադյաններն ու չգիտեմ մոսկովյանները պահեին, պահպանեին, փայփայեն ամիրյանները։ Բայց լավ հիմա ի՞նչն է խնդիրը։ Ավականունիստով է, չէ՞, առհասարակ դա լինում։ Խնդրում ենք սա առաջնային դրեք, որովհետև այստեղ քաղաքացիներ են տուժում, ես թիվը չգիտեմ քանի քաղաքացի։ Եվ եթե մարդը, սա ինչի հիշեցի, եւ եթե մարդը ցանկանա լավ, դատի ենք տալիս, չունի հնարավորություն, հանրային պաշտպան հասնում է, չէ, չի հասնում, պիտի գնաս վճարես։ Չի հասնում, որովհետև հանրային պաշտպան հասնում է քրեական գործով անստորներին, քաղաքացիականով պիտի բոմժ լինես, այն մարդն էլ ակնհայտ է, որ բոմժ չի, չէ, երկու հասե է ուզում միացնի իրար։ Հա, ուրեմն գրպանիցը ծախսի։ Կներեք, առհասարակ, ես չգիտեմ, աշխարհի մի շարք երկրներում եմ եղել, փառք Աստծո, ես ինձ կարող եմ համարել աշխարհաճանաչ մարդ։ Բայց ոչ մի տեղ ես չեմ հավատում, թե կհանդիպեմ պետական կառույցում մի աշխատակցի, ով ինձ կհուշի, որ այդ հարցը կարող գնա դատարանով լուծի։ Այս ինչ մոտեցումներ է։ Այս ինչ մոտեցումներ է։ Այսինքն դու դրանով ասում ես, որ դու իզոլու ես լուծել քո տիրույթում գտնվող հարցը։ Պիտի մեկը լինի, որ քեզ պարտադրի։ Սա ես դու ասում դրանով։ Այդպես է։ Այսինքն գերատեսչությունը ակնհայտ բառացիորեն ասում է ես դա չեմ անելու, դա անելու իրավասություն չունեմ կամ ցանկություն չունեմ կամ չգիտեմ ինչ չունեմ, դատարանը պիտի որոշի, բա որ դատարանը որոշի, որ դա քո տիրույթում է ու դու չես արել։ Ինչ է տեղի ունեն։ Սա ինչ է, սա աբսուրդ է, հասկանում եք։ Սա աբսուրդ է։ Կամ գուցե ձեր տիրույթում չի, մարդը դատի տա մի հատ էլ դատը պարտվի, ինչա թե մի հատ խորհուրդ այդպես էլ չի տրվել, վերջը լավ ինչ պիտի աներ։ Սա ինչ է։
Երկու դեպքում էլ աբսուրդի մասն է, ես դրա համար եմ միշտ ասում, որ պետական կառույցի գերատեսչության աշխատակիցը չի կարող հուշել քաղաքացուն, թե գնա դատի տուր։ Չէ, տանը միջազգային հարաբերություններում գուցե կարող է, դա այսքան խոսքը իրավունքների մասին չի, էլ իրավունք ունի ասի թե չէ, այլ խոսքը տրամաբանության լավ տիրույթում առնվազն։ Հիմա ԱԱՑ-ն գնաց այս երկուսին բերման ենթարկեց։ Լավ, շատ լավ։ Հարգելի ԱԱՑ-ը, ազգային անվտանգության ծառայություն, հարգելի ներքին գործերի նախարարություն, ես պարզապես չգիտեմ, թե կոնկրետ որ կառույցին պետք է այս հարցով դիմեմ եւ իմ չիմացությունը նաեւ նույնպես ձեր գործունեության իրավունքի տեսանկյունից քաղաքացու հետ աշխատելու տեսանկյունից բաց է, դրա արդյունքն է, որովհետեւ ես չգիտեմ նման դեպքում ում պիտի դիմեմ։ Եվ ես դիմում եմ ձեզ երկուսիդ համատեղ, առհասարակ ցանկացած կառույցի ում որ սա վերաբերում է, դատախազություն, չգիտեմ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում գործում է մի շարժում, որը անուն ունի հետևյալ կերպ, մեր ձևով։ Երևի դրա մասին տեղյակ եք, որովհետև այն ձևավորվել է մի օտարերկրյա քաղաքացու հայտարարություն, չգիտեմ, երևի այլ բաներ էլ կան, բայց ամեն դեպքում մեզ այդպես է ներկայացնում մամուլը, հայտարարությունից, որ ինչ-որ իրանց ձևով ուզեցել են մեր երկրում ինչ-որ հարցեր լուծել, շնորհակալություն ձեր որ մեկուսացրել եք օտարերկրացի այդ տեսակ մարդկանց, ովքեր Հայաստանում ապակայունություն են ուզում ստեղծել, դա ձեր գործն է, իրավական մասը թող դրանով զբաղվի։ Բայց նրա եղբորորդին ստեղծել է շարժում, նրա որդու հետ համատեղ, կոչվում է մեր ձևով։ Շարժումներ Հայաստանում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամենատարբեր ակցիաներ անելու, հավաքներ եւ այլն ամեն ինչ իրավունք ունեն։ Սրա մասին չի խոսքը։ Բայց այդ շարժման ղեկավարը գնացել է արտերկիր, շատ ազդեցիկ հաղորդավարներից մեկին տվել է հարցազրույց, որտեղ որ սուտ մատնություն է տվել Հայաստանի Հանրապետության դեմ, մասնավորապես հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունը արցախցիներին Արցախից տեղափոխել է Հայաստան։ Այսինքն Արցախի էթնիկ զտման մեջ ապրիորի ձևով փորձ է արել մեղադրել Հայաստանի Հանրապետությանը։ Բազմաթիվ այլ մեղադրանքներ նույնպես հնչեցրել է քրիստոնյա համայնքի հետ կապված, փորձել է քրիստոնեական շրջանակներում սեփ խրել, այլ կերպով մեկնաբանելով քաղաքացիների եւ Նիկոլ Փաշինյանի որպես հավատացյալ քաղաքացի գործունեության բանով։ Հիմա նրա հետևից գնացել է Ամստերդամ անունով ոմն փաստաբան, ով Թուրքիայի շահերի պաշտպանն է, բառացիորեն ամենատարբեր հարթակներում դատական միջազգային, սա է տվել հարցազրույց, որտեղ որ նա նույնպես առաջատարել թեզեր, որոնք իրականության հետ ոչ միայն կապ չունեն, այլ ուղիղ կերպով սուտ մատնություն են իրենցից ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրիստոնեական արժեքների եկեղեցու դեմ։ Հիմա Սրանցից մեկը իմ կարծիքով պետք է հայտարարվի անցանկալի անց Հայաստանի Հանրապետությունում, երկրորդը պետք է կանչվի երևի թե ԱԱՑ կամ չգիտեմ դատախազություն, այս ամեն ինչի մասին բաներ մանրամասներ ներկայացնելու համար։ Խնդրում եմ մեզ ասեք, որտեղ է այդ գործողությունները։ Սա սպառնալիք է, որովհետև նախ այդ գործունեությունը շարունակվում է, Նարեկ Կարապետյան Facebook-յան էջով
Սույն անձնավորությունը տեղադրել է նկար եւ գրել հետեւյալը. Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկում է կազմակերպել Պալատի Լորդ Ջոքսոնի կողմից Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ Սամվել Կարապետյանի հետապնդումները թեմայով։ Խորհրդարանի անդամներ, հոգեվորականներ եւ մեդիա ներկայացուցիչներ միացել էին կարևոր քննարկմանը նվիրված կրոնական ազատության եւ հայ առաքելական եկեղեցու պաշտպանության հարցերին։ Սա նույնպես մեր երկրի դեմ է գործում։ Ինչ ենք անում։ Հիմա սրա մանրամասները արդեն ինչ է իրենից ենթադրում կարճ դադարից հետո։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Վերադառնանք ու հենց այստեղից շարունակենք։ Խորհրդարանի անդամներ, հոգեվորականներ եւ մեդիա ներկայացուցիչներ միացել էին կարևոր քննարկմանը նվիրված կրոնական ազատության եւ հայ առաքելական եկեղեցու պաշտպանության հարցերին։ Ուրեմն, սա ինչ է իրենից ենթադրում։ Կրոնական ազատություն մասին օրենք ունենք մենք դեռևս բանում, սահմանադրությունում։ Այսինքն, եթե կրոնական ազատությունները խոչընդոտվում են, դա ենթադրում է, որ երկրի ղեկավարը առնվազն սահմանադրական կարգ է խախտում, ինչին ես բնականաբար համաձայն չեմ, որովհետև ոչ թե սատարում եմ Նիկոլ Փաշինյանին այդ պատճառով, այլ ես չեմ տեսնում, որ քրիստոնեության դեմ ուղղված քայլեր կան, ճիշտ հակառակ, եկեղեցին պետք է մաքրել սեռաքաղցներից, սրբապիղծներից եւ իսկապես եկեղեցին քանդողներից եւ եկեղեցու դեմ տասնամյակներով գործող անձանցից, բայց այնուամենայնիվ սա այդպիսի բան է, հա, մեղադրանք է, եթե նայենք մեղադրանքի տեսանկյունից, իսկ հայ առաքելական եկեղեցին, նախ հայ առաքելական եկեղեցի չի, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի է, սա մեկ, հատկապես ափերում երբ որ գտնվում եք, փորձեք անունը ամբողջովին տալ, իսկ ավելի եթե խորանանք, վերջերս շատ դրա մասին ես վաղուց խոսել եմ, երևի ուշադրության շատ չէր արժանացվել, բայց այս վերջերս ինչ որ շատ են խոսում, որ այ տեսել են Ռուսաստանում կան եկեղեցիներ հայկական, հայ առաքելական, որոնց վրա գրված է հայ առաքելական ուղղափառ եկեղեցի, այն որ գյոզերով եզրասը դարձնում է մեզ ուղղափառ եւ դարձնում է Կիրիլի վկաներ։ Սա հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավ է։ Իմիջայլոց այդ ֆոտոները, որոնք որ տարածվել էին, ես կրկնում եմ 10 տարուց ավել դրա մասին խոսել եմ, ինչի համար եմ ես այդ 10 տարիները հիշում, հա, որովհետև ինքս գտնվելով Ռոստով քաղաքում, որը որ Մոսկվայի եւ Նոր Նախիջևանի թեմն է, այնտեղ եկեղեցու հետ տարբեր միջոցառումներ ձեռնարկելով, այդ ժամանակներից դեռևս նկատել եմ այդ խոսույթը քահանաների միջև, հայ առաքելական ուղղափառ եկեղեցի։ Армянская апостольская православная церковь։ Ու ինձ համար սրանք հարցեր էին, դա անգամ մի երկու անգամ փորձել եմ հարցեր տալ, մասնավորապես Տերտիրանին, Նախիջևան վարչական շրջանում, այսպես ասեմ, գործող նորակառույցական եկեղեցու քահանային, եւ ստացել եմ դրական պատասխան եւ բացատրություն, որ այո, դա այդպես էլ կա, իսկ ինչ կա զարմանալու։ Այո, մենք նույնպես ուղղափառներ ենք ու որոշակի մանիպուլատիվ արտահայտություններով։ Հիմա հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ով է գործում, իմիջայլոց Մոսկվայի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը ՊԱԿ գործակալ, ԿԳԲ-ի գործակալ, Եզրաս կոչեցյալն է, ով հանդիսանում է Կտրիչ Ներսիսյանի, հալալ, զուլալ, մի հորից, մի մորից, նու ամենայն դեպս այդպես են ասում, եղբայրը։ Սա արշավ չի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Այդ մեր ձևով կոչեցյալը, իրանց ձևով մեր առաքելական Սուրբ եկեղեցին ուզում են իրանց ձևով սարքեն։ Սրա համար պատասխանատվություն կարող լինելու է, թե չէ։
Դեռ մի հատ էլ Մեծ Բրիտանիայում այդպես իմիջիայլոց էս հոպարի բուլկին գնացել նստել հարցազրույցի ժամանակ, երբ որ էթնիկ զտումներից էր խոսում, ինչ ասում, ասում ես մեր ռազմավարական գործընկերները ձայն չհանեցին, այ մորտոսի, էս ինչ համարձակ հայտարարություն անում, մի րոպե, սս լարվեցի, ասի տեսնեմ, հեսա ինչ ասում, մեկ էլ պարզվում ենք ռազմավարական գործընկեր հոր Ռուսաստանին նկատի չունի, Կիպրոսին նկատի ուներ, Կիպրոսին, Հունաստանը և Կիպրոսը, որոնք որ մեր ռազմավարական գործընկերներն են, ձայն անգամ չանեցին, երբ քրիստոնյաներին էթնիկ զտման էին ենթարկում եւ այլ։ Դուք հասկանում եք։ Մարդը ոչ մի կերպ Ռուսաստանը, որը հանդիսանում է անմիջական պատասխանատուն, ոչ մի բառ, հանկարծ Ռուսաստանի այս ամեն ինչը իմ ժողովրդի գիտակցության դեմ պայքար է, մարտնչող է տգիտությունը կամ ոչ թե տգիտությունը, այլ դիտավորյալ տգի, որովհետև նա ոնց հասկացա ուսուցիչների ընտանիքներից ներկայացնում էր վերջերս թե իր պապիկ է այդ դպրոցում ինչ աշխատել, մյուսը շատ լավ է դա, լավ է, ես նորմալ եմ վերաբերվում, բայց կարծես թե ուսուցիչները, չգիտեմ, եթե տանը նման երիտասարդ են աճացել, ես պատկերացնում եմ, թե այնտեղ սերունդը ինչ վտանգի մեջ է։ Թեկուզ և նորակառույց եկեղեցում։ Այս տրամաբանությունը եթե շարունակում ենք, ընդ որում այս տրամաբանությունը առաջարկողը ես չեմ, հոպարի բուլկին է։ Եվ խնդրում եմ, ածնանեք, նգնանա, չգիտեմ, որ մեկիդ գործն ասա։ Խնդրում ենք, մի հատ դիտել այդ հարցազրույցը, թե Նարեկ Կարապետյանի և թե Ռոբերտ Ամստերդամ էր ինչ դրա Եվ եզրակացություններ անել և կոնկրետ հստակ քայլեր անել։ Առավոտյան իմացանք բացի այս երկու սրիկաներից ձերբակալվել է նաև մեկը, ով Մերձևովի գլխարկով ֆրֆռում էր, մի հատ տեսանյութ էր տարածվում, օպերայի բակում երեխաներ են մեքենաներով շրջում են, խաղում են, ու տարբեր երեխաներ են, մի հոգու երեխաներ։ Ինքը կանգնած, իբր իր դեմքը ցույց չտալով, հայհոյախառն լեքսիկոնով, երկրի ղեկավարի մյուսի հասցեին, ու թե քաղ բանտարկյալների երեխաները, որ բանա, այսօր իրենց հարազատների, չգիտեմ, բացակայություն են զգում, դուք դրա համար պատասխան եք տալու, ես իմ ինչեր է խոսում, ու նկարում են մյուս երեխաներին։ Հիմա ես ապուշներին մի բան ասեմ, բա որ ընտեղ իմ երեխաներ լինել, ես հանգիստ տեղս նստող չէ։ Դու ով ես տենց հրապարակում ես անում, տենց հայհոյախառն բան օգտագործելով, այսինքն սիրուն բան է, երբ որ երեխաներ են ու դու կարող ես նկարել, բայց երբ որ այդ նկարելու տակ դու հայհոյանքով բան ես խոսում, թեկուզ այլ թեմայով, սա դեգրադացում է, իմիջայլոց իշտ էր հետաքրքիր, որ սրան նույնպես մեր ազգային ժողովի ընդդիմություն կոչեցյալները, այսինքն մեծ հաշվով հայհոյախառն խոսույթի քավորները, խիստ քրիստոնյա, փորձում են ներկայացնել որպես բան, քաղաքալացյալ, որովհետև նա մեր ձևով շարժումից է եղել, բայց հետո ինչ եմ նայում եմ տեսնեմ այս մարդը, կներեք, ես մի լավ ընկեր ունենք Facebook-ում, ով հայտնաբերել էր, կներեք, հիմա ես գտնեմ, ով հայտնաբերել էր, թե ով է իրականում սա և դատալեքսից բացել էր, կարելի ասել, բոլոր գործերը, մի րոպե, հիմա փորձեմ գտնեմ։ Որտեղ եմ դրել, միտեղ դրել եմ, միտեղ դրել եմ ու չեմ կարողանում հիշել, ժողովուրդ ջան, Սեսի Ամստերդամ կոչեցյալն է, կարող է այստեղ էր, մի ամետ, Սեսի, այնիա, ահա, Արմ Մկրչյան Facebook-յան օգտատերը, իմ Facebook-յան ընկերներից գրել է, այսօր ձերբակալված են
իհարկե նրան հարմար բառապաշար օգտագործել, դատական գործերը նայեք հələ։ Դատալեքսից հանեցի, փաստորեն 7 անգամ լակած ու առանց պռավակշելուց են բռնել, ու մինչև հիմա էլի մաշնա էր քշում։ Մի անգամ էլ հեռախոսա գողացել աղջկա գրպանից։ Այ էսա սրանց դեմքը, էս են սրանց աջակիցները, էսա սրանց նատուրան, սրանք են ուզում գան իշխանության, ու սրա գործերը քննած դատավորներին պիտի հատիկ կանչել պատասխանատվությունը, որ սա մինչև հիմա ազատ ավտոյա քշում ու իրանց սենց է պահում, ու մի ամբողջ ազգի քֆուր է անում ամենավերջին ձևով, ու բացելա դատալեքսի տարբեր ժամանակների, հեսա, թերթում եմ դեռ, երևի հասկացվում է, չէ, տարբեր ժամանակների գործերը, լավ, տես պայքա, խնդրեմ, այս, սրանք տարբեր գործերն են, 7 անգամ նույն բանի վրա բռնվել է, չի զրկվել պռավայից, ո՞ց է լինում, ես մի անգամ, այսօրվա նման հիշում եմ, եթե չեմ սխալվում, մայիսի 12-ն էր 21 թվականի իշխանասարի կռիվը երբ որ սկսվեց, ես այդ պահին զրկված էի պռավայից, դե այդ օրերին 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ մի ոտը միշտ եղել է պոստերում, հա տղերքի համար ես կոն վազել են, նո տղերքի համար չէ, ինձ համար, բոլորիս համար, հա, պակաս պռատը փորձել լրացնել էստեղից այնտեղ այս վազվզոցների մեջ այնպես էր ստացվում, որ այդ գեր հոգնածությունից, գեր ծանրաբեռվածությունից, շտապողականությունից շատ էի ֆիքսվում կամերաներով եւ այլն, տուգանքները շատ էր ու բալերել էր, սկսեց դուրս գալ, պռավից զրկվել էի։ Իշխանասարի դեպքերը եղավ, ես գիշերով բանը կապ ունեցա, թե ինչ անհրաժեշտ, արագ հավաքեցի մեքենան, դելով էր նայողը կռիվա սկսվել, էլ ինչ պռավից զրկված լինել եւ այլն, վարորդական իրավունքից կներեք, նստեցի մեքենան ելում գտնեմ, ինչ անեմ գիշերվա ժամ, գնացի հետ գալուց էլի նկարվել էի, ինչը հանգամանք դարձավ, որ դատական գործ հարցրեց, դա քրեականացված է, ես անգամ չեմ փորձել սրա համար, չգիտեմ, ներողություն խնդրել մի բան, ասել եմ չէ, նորմալ, ես այդ երկիրն եմ սարքում, կառուցում որպես քաղաքացի, որտեղ որ իրավահավասարություն պիտի լինի, այո, ես կվճարեմ, մենակ մի խնդրանք, հա, այնտեղ դատախազը, որ հասկացավ ինչի հետ է պայմանավորված եղել, մինիմալ պահանջը ներկայացրեց 200,000 դրամ, ասի մենակ խնդրում եմ, այդ 200,000 դրամը 40 բլոկ սիգարետ է, էլի, այդ ափսոս է, էլի, ես չեմ կարա բաց ձեռքով այդ տամ, բաժանեք 10 ամսվա մեջ, ամիսը 20,000 դրամով կտամ, եւ տարել եմ այդ բանի, տես մի հատ կոմիտե կար, չեմ հիշում հիմա անունը, նոր բանը, տարել այդտեղ եմ մուծել, վճարումները արել եմ, 20,000 դրամ ամս եկան, բայց ես չեմ բան արել, մի անգամ, երկրորդ դեպքներ ու բան, չէ, մի անգամից քրեական վարույթ էր դա նախատեսում, ասել եմ ոչինչ, ճիշտ է, սենց բանի համար է եղել, բայց մեկա, հա, իրավունք չունեի, ընդունել եմ այդ մեղավորությունը, մի բար չէ, Ռուբեն Մխիթարյանը հիշում եմ, Գյումրիի ընտրությունների ժամանակ նույն օրներ ընկել, դուրս էր եկել, իրենից քաղաքական հալածյալ էր ուզում սարքել։ Բոլորս ենք դրա միջով անցել, ինչ բոլորով հալածյալ ենք։ Ռուբեն Մխիթարյան, հա, այն բանը, Գյումրեցի։ Այն որ դոգի ֆանատն էր, գնում էր իմնեմնիմի այս երկու սրիկաների մոտ, դոգ էր փառաբանում։ Հիմա սա 7 անգամ խմացության համար են էլ, դա մարդկանց կյանքերի մասին է, մարդկանց կյանքերի մասին է, 7 անգամ նույն բանի համար զրկվել է էլի մեքենայ ակշում, այսօր ձերբակալվում է մեր ընդդիմություն ասում է քախալացյալ է, այս չեք անում, քախալացյալ է, ցանկացած մեկը, ով էս իշխանություններին հայհոյում է, քաղաքացիներին հայհոյում է, իր ընտանեկան բառամթերքը բերում է հանրային դաշտ, հետո տարբեր պատճառներով ձերբակալվում է, նա քախալացյալ է, երկաթյա տրամաբանություն, դե գնացեք խոսացեք, բայց գնել ջան դու փորձվի մի բար մի քիչ այս կողմ կամ այն կողմ արա, մի անգամից դու գանքի մատերիալ ես դառնում, մի անգամից
Քանի դու գանքա իջել հաղորդմանս վրա, իմ պարագայում, որ ես դեռ սահմանները իմ հիշելով չեմ էլ անցել։ Եվ չեմ էլ կարող ընդունել, որ դա նորմալ է։ Եվ մի շատ կարևոր թեմա է լուսանցքում մնում, ժողովուրդ ջան։ Շատ չափազանց կարևոր թեմա։ Հիմա դրան էլ անդրադառնանք հաղորդման գոնե վերջնամասում։ Տեսեք, ես մի քանի առիթներով ասել եմ, որ առհասարակ նման հետազոտություններ կան, որ հանրությունը իհարկե որոշ բաներ կհիշի, բայց ընդհանուր առմամբ հանրության հիշողությունը 3-ից 6 ամիս է։ Այսինքն այն կարևոր կետերը կհիշի, բայց դրա պատճառած վնասները, հետևանքները, այդ էմոցիաները եւ այլն, այդ ամեն ինչը սպառված կլինեն։ Եվ սա շատ դեպքերում քաղաքական գործիչների կողմից օգտագործվում է, հա։ Այսինքն օրինակ էթնիկ զտումը երբ որ տեղի ունեցավ, մի բառ չէր լսի ինդիմադիրներից։ Կարճ ժամանակ։ Դրանից հետո քիչ մի բառ գցելով, մի հատ շոշափելով հանրային տրամադրությունները, երկրորդը, երրորդը, այսօր արդեն ուղիղ նստած Պուտին են գովաբանում։ Իմիջայլոց աչքովս ընկավ, ես չգիտեմ սա որքանով է ճիշտ, որքանով է սուտ, բայց Նադիա Բաբումյանն է գրառում արել, նա հիմնականում այնպիսի նորություններ է տեղադրում, որոնք որ կասկած չեն հարուցում, այդ իսկ պատճառով ենթադրում եմ, որ այս անգամ նույնպես իրականությունն է տեղադրել, ուրեմն պարզվում է ռուսական մարդասիրական առաքելություն է ինչ-որ եկել, օգնություն է տրամադրել Արցախից բռնի տեղահանված 5000 ընտանիքի։ Օգնությունն այս անգամ տրամադրվել է Արարատ եւ Արտաշատ քաղաքներում, կարիքավորներին տրամադրվել են սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության պարագաներ։ Ես խնդրում եմ, որպեսզի մեր կառավարությունը հստակ պատասխանի հետեւյալ հարցին։ Արցախահայությունը Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի կամ առաջին անհրաժեշտության պարագաների խնդիր որքանով ունի, որքանով սա իրենց ուշադրության կենտրոնում։ Այս ինչ են կողքից մտել։ Եվ երևի այս 5000 ընտանիքները գնացել դարձյալ ասել են «Սպասիբա Ռոսիի»։ Հա? Այս կան հեշտ է մոռացվում։ Ես այս սրանից զզվում եմ, իսկապես զզվում։ Մյուս անգամը չգիտենք որտեղ կլինի։ Չգիտենք, բայց այս գիտեք մարդասիրական օգնությունը չի կարող կառավարությունը դեմը փակել։ Սա չի հարցը։ Բայց քաղաքացիների վերաբերմունքը կարա այդ ամեն ինչին վերջ տա դնի։ Ես չգիտեմ այսքան որքանով կարա կառավարությունը որքանով չէ, ենթադրում եմ, հա։ Բայց ժողովուրդ, ձեզ ծախողների ձեռից ցորենի հացահատիկի համար բան եք անում։ Կռիվ ասում եք, բա Ադրբեջանով է գալիս։ Ձեր ծախողների ձեռից տվածը հենց ձեզ արցախցիների մասին է խոսքը։ Իհարկե այդ հարվածը ողջ հայության հարվածն է, բայց առաջին դրա բանը շահառուները բացասական իմաստով դուք եք, չէ՞։ Էս ինչ է։ Դրոշով գնայեք մի հատ Պուտինի նկարով։ Եվ այն թեման, որը ասացել լուսացքում ամնացել։ Ուրեմն ես այստեղից բազմից եմ արտահայտվել Արշակ Կարապետյանի մասին, նրա գործունեության, նրա դավաճան լինելու մասին, նրա հոր երբեմնի գործունեության մասին, հա, երբ որ ռեփ համակարգերի մատերիալներ էր բերում մեկին 100 գնով ծախում մեր վրա։ Մարտով գնացել Ռուսաստանից նստած հայկական ներքաղաքական դաշտի վերաբերյալ ինչ որ հայրենասիրական ճակերտավոր ասած ճառեր է կարդում, բայց փախած է Հայաստանից եւ նրա փախուստը բնավ քաղաքական չի, նրա փախուստը զինվորական հանցագործությունն է։ Որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին ԳՇՊետ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հերրակա վարույթ իրականացնելու վերաբերյալ։ 21 թվականի մայիսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ՀԶՈ նախկին ԳՇՊետի առաջին տեղակալ ԱԿ-ն Արշակ Կարապետյանը դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գիտակցելով, որ չունի մարտական դիրքերից զինծառայողներին հանելու, հրաման տալու, յուրային մարտական դիրքը հակառակորդին հանձնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, ոչ թե պաշտոնը, իրավասություն, այլ հեղինակությունը, իր զինվորական ծառայողական գործունեության հետ
կապված անհիմն բանավոր հրաման է տվել մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 21 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից, ՀՀ ինքնիշխան տարածքից վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը։ Խոսքը Սև լճի հատվածի մասին է, եւ ես իզուր չէի խոսում հանրության հիշողությունների մասին։ 21 թվականի այդ օրերին դուք հիշում եք ինչ վայնասուն էր կապել ընդդիմությունը։ Սև լիճը տվին 5 կիլոմետր խորությամբ արդեն գրավել են։ Ես երբ որ դուրս եկա եթեր արեցի, ես այդ օրը հիշում եմ ոնց հարձակվեցին ինձ վրա։ Էս ինչ ա խոսում, ամեն մեկ իր կայքերով ու էջերով ցույց տվեց, սա դավաճան է։ Այդ ժամանակվանից խոսում եմ, ահա եւ ահա սրա համար է նա գտնվում Ռուսաստանում, փախել է։ Եվ եթե մարդը մաքուր է, եթե սա կարվող գործ է, գեներալը կգնա միջև վերջ, ես մեռեմ էլ իմ անունը պայելու համար պիտի գնամ։ Բայց չէ, նա փախել է Ռուսաստան, շատ լավ իմանալով, որ այո, ծախել է հայրենիքը։ Դու հայրենավաճառ երևույթ ես, ու քո ցանկացած արտահայտություն կամ հայտարարություն կամ մանիպուլյացիա ոչ զրոյական արժեք ունի կամ զրոյական չունի, բայց որոշ ուլերի համար հնարավոր է բարձր գնահատականի արժանանալ, բայց հայ ժողովրդի կողմից դու այսուհետ պատմական դավաճան գեներալ ես եւ քեզ նմաններն են հայ Արցախը նաեւ այդ 44 օրյա պատերազմը այսօրը գցել ելքը այ քեզ նմանները, որովհետեւ դուք բուծվել եք Քոչարյանի ու Սերժի ժամանակներում, նրանց ձեռնտու գեներալներ եք եղել, ԱԱՑ-ն այդ ժամանակ մտել երևի զեկուցել է, որ շատ լավ մարդիկ են, բարեվարկությամբ եւ այլն կարելի է նրանց զվանին բարձրացնել։ Եթերում Ազատ շփումներ, կհանդիպենք։